այնպես է ստացվել, որ ես շատ երկար ժամանակ, շուրջ 25 տարի զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ եւ ինձ շատերը ճանաչում են որպես իրավապաշտպան։ Ես սկսել եմ կամավորից, դարձել եմ փորձագետ, մինչև կազմակերպության, շատ հեղինակավոր կազմակերպության ղեկավար։ Իրավապաշտպանությունը դա բացառիկ գործունեության տեսակ է, որը քեզ հնարավորություն է տալիս շատ լուրջ գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերել, եւ այս իմաստով 25 տարիները բավարար էին, որպեսզի դու կարողանաս գնահատել, համեմատել այն, ինչ մենք ունեցել ենք ժամանակին եւ այն, ինչ մենք ունենք հիմա։ Խոսքը գնում է քաղաքասարակության մասին։ Ցավալիորեն, թե իրավապաշտպանությունը առանձին, թե քաղաքասարակությունը ավելի լայն իմաստով շատ լուրջ հետընթաց է ապրել, շատ լուրջ։ Ես կասեի, մենք կազմաքանդման իրավիճակում ենք գտնվում, դա վերաբերվում է ոչ միայն պետական կառույցներին, այլ նաև քաղաքասարակությանը, ամենակարևոր ինստիտուտներից մեկին, որը առանց որի ուղղակի հնարավոր չի կառուցել պետություն, պետականություն, ժողովրդավարություն, առանց որի ընդհանրապես հնարավոր չի պատկերացնել արդյունավետ կառավարում։ Սրա պատճառը ցավոք սրտի շատ լուրջ էր, որովհետև մենք տևական ժամանակ, տարիներ, ես կասեի տասնամյակներ շարունակ, մենք գնացել ենք մի ճանապարհով, որը, չգիտեմ, չեզոքացրել է ամենակարևորը, դա արժեքներն են։ Արժեքները ամեն ինչում եւ չէր կարող այն անդրադարձ չունենալ, հետևանք չունենալ, այդ թվում նաեւ քաղաքասարակության վրա։ Կարելի էր անշուշտ փորձել մնալ շարունակել քաղաքասարակության ներսում փոփոխություններ բերել, կայացնել, զարգացնել, օգնել վերականգնվել, բայց դա մեր հասարակության, մեր պետականության մի մասն է ընդամենը։ Շատ ավելի ողջամիտ որոշ փոխության գնալու եւ ես ինձ համար շատ ծանր ու դժվար որոշում եմ կայացրել դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը եւ զբաղվել գործընկերների հետ, համախոհների հետ։ Ներկաները մենք ընդամենը 3-ով ենք մեզ վրա պատասխանատվություն վերցրել ներկայացնել այս process-ը, բայց իրականության մեջ մի մեծ թիմ կա թիկունքում կանգնած եւ ելի ես համոզված եմ, որ դեռ շատ մեծ թիմ, ավելի մեծ թիմ է լինելու ներկայացնել եւ զբաղվել այլևս այն գործունեության տեսակով, որը իսկապես կարող է փոփոխություն բերի։ Այստեղ հավաքված մարդիկ բովանդակային արժեհամակարգի կրող են։ Սա այն է, ինչը որ բացակայում է եւ ամենակարևորը շատ կոնկրետ, այն ինչ որ մեր հասարակությունը սպասում է։ Կոնկրետ առաջարկներ, կոնկրետ գործողություններ, կոնկրետ ծրագրեր եւ շատ ազնիվ եւ նվիրված մարդիկ։